Ռուսաստանի ու Ամերիկայի ղեկավարները ռեկորդ են սահմանել։ Պատմության մեջ առաջին անգամ այս երկու երկրի ղեկավարների հեռախոսազրույցը 2.5 ժամ է տևել։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների քննարկել են ամենատարբեր հարցեր, բայց առանցքում բնականաբար եղել է ռուս-ուկրաինական պատերազմը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են 30-օրյա հրադադարի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ ինչ-որ բաների շուրջ կպայմանավորվեն, կանցնի որոշակի ժամանակ, ինչ-որ պայմանավորվածություններ կյանքի կկոչվեն, իհարկե նորից եմ ուզում ասել սա, շատ ժամանակատար եւ բարդ process է, մանավանդ որ կա շատ լուրջ ընդդիմություն այս ուրեմն գործընթացին, որը ըստ էության Թրամփն է նախաձեռնել, այդ ընդդիմությունը թե Միացյալ Նահանգներում ներքին ընդդիմությունն է, թե գործընկերների ընդդիմությունն է, որովհետև նրանց պատկերացումները ուկրաինական պատերազմի եւ Եվրոպայի ապագայի վերաբերյալ այդպես տարբերվում են։ Պատերազմները չեն կարող դադարել մեկ հեռախոսազանգով, ասում է միջազգայնագետը։ Եթե դա այդպես լիներ, հավանաբար մոլորակի բոլոր հակամարտության ձայները վաղուց լռած կլինեին։ Կարծում եմ տարբեր հանգամանքներով պայմանավորված, նաև իհարկե մենք կարող ենք ականատես լինել այս գործընթացներում որոշակի ձգձգումների, բայց ամենայն դեպս այն հանգամանքը, որ երկու նախագահները բարբերաբար խոսում են, նույնիսկ խոսում այն մասին, որ պետք է անձնապես հանդիպել, սա իհարկե կարծում եմ խոսում այն մասին, որ նրանց մոտեցումները կամ նրանց ցանկությունները առնվազն մոտ են, նրանց կարծիքները տարբեր հարցերի շուրջ համընկնում են կամ մոտ են, եւ չեմ բացառում, որ առաջիկայում նման հանդիպում տեղի ունենա արդեն ամենաբարձր մակարդակով։ Հիմնավոր կարծիք է տարածվում, որ Թրամփն ուզում է հաշտեցնել աշխարհը ելնելով բիզնես տրամաբանությունից։ Աշխարհում պիտի զարգանա առևտուրը, իսկ սահմանները պիտի լինեն բաց։ Այս ու մնացած հարցերում ըստ պաշտոնական հաղորդագրությունների Պուտինն ու Թրամփը լավ են հասկանում եւ վստահում միմյանց։ Նախագահների ամուր կամքը լավագույն երաշխիքն է, որ Ռուսաստանն ու Ամերիկան կգնան հարաբերությունների վերականգնման ճանապարհով։ Ակնհայտ է, որ Թրամփը լինելով բիզնեսմեն, իհարկե այդ կատեգորիաներով է առաջնորդվում, ցանկանում է որպեսզի լինի առաջին խաղաղություն, ցանկանում է որպեսզի առևտրային ուղիները բացվեն, ցանկանում է որպեսզի առևտուր լինի տարբեր պետությունների, այդ նաև գլոբալ գերտերությունների միջև, եւ այս տեսանկյունից շատ տրամաբանական քայլեր է անում, եթե առաջնահերթությունը բիզնեսի զարգացումն է, տնտեսական բիզնես կապերի զարգացումն է, այստեղ ամեն ինչ իհարկե գնում է շատ տրամաբանական հունով։ Չափազանց կարևոր է, երբ երկու գերտերության ղեկավարներ շփվում են միմյանց հետ կամուրջներ կառուցելու նպատակով, ասում է միջազգայնագետը։ Ըստ էության, հենց այս երկու պետություններից է կախված տարածաշրջանային մի շարք հարցեր, իսկ տարածաշրջան ասելով պարտադիր պետք է ներառել նաև Եվրոպան։ Իսկ Ուկրաինան այս հեռախոսազրույցի ընդամենը մի մասն է եղել։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։